Ռուսական պետական անկեղծ նշան պիտակավորման համակարգը կասեցրել է հայկական ջերմուկ հանքային ջրի խմբաքանակի օնլայն եւ օֆլայն վաճառքը։ Երկրի առաջադեմ տեխնոլոգիաների զարգացման կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Ռևազ Յուսուպովը RBK-ին ասել է, որ շրջանառության մեջ է եղել 338,000 շիշ, որոնք այժմ արգելափակված են ստուգում անցնելու համար։ Կասեցումը իբրև պայմանավորված է Ռոսպոտրեբնադզորի նամակով, որում գործակալությունը նշել է անհետաձգելի միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության մասին Ռուսաստանի քաղաքացիների կյանքին ու առողջությանը հնարավոր վնասը կանխելու համար։ Արգելափակման պատճառը պարտադիր պահանջների խախտումներն են։ Հաղորդվում է, որ արգելվել են 26 թվականի փետրվարի 17-ի եւ 26 թվականի մարտի 5-ի արտադրության ամսաթվերով ապրանքները։ Յուսուպովի խոսքով դրանք սպառողներին չեն հասնի մինչև ստուգման ավարտը։ Պիտակավորման համակարգն արդեն կասեցրել էր ջերմուկի 2.5 միլիոն շշի վաճառքը 24 թվականին Հյուսիսային Օսիայի բնակչի թունավորումից հետո։ Արգելման պատճառ իբրև հանդիսացել էր այն, որ շիշը հանքային ջրի փոխարեն պարունակել էր քացախաթթու։ Մինչ ջերմուկ գրուպը լռում է, սննդի անվտանգության տեսչական մարմինն է անդրադարձել մալմուլում տարածված տեղեկատվությանը։ Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը Ռուսաստանի Դաշնության համապատասխան պատկան մարմիններից Ռոսպոտրեբնադզորից կամ Ռոսսելխոզնադզորից պաշտոնական որևէ տեղեկություն, գրություն, խնդրու առարկայի վերաբերյալ առայժմ չի ստացել։ Գերատեսչությունում հայտնել են, որ ձեռնարկվում են միջոցներ իրավիճակը պարզաբանելու ու համապատասխան քայլեր ձեռնարկելու ուղղությամբ, արդյունքները կհրապարակվեն։ Ռուսաստանի Դաշնության կողմից այսպիսի տնտեսական ճնշումների տարվա ընթացքում պարբերաբար ականատես ենք լինում կամ կոնյակը, կամ ծաղիկը, կամ էլ կատնամթերքն ու գյուղմթերքն են անհրաժեշտ պահի հայտնվում թիրախում։ Եվ այս պահին զրուցելու եմ տնտեսագետ, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի միջգիտակարգային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Սոս Խաչիկյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Խաչիկյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Եվ այսպես, պարոն Խաչիկյան, ինչ է կատարվում, ես ներկայացրի, թե օրինակ ջերմուկի հետ կապված ինչպիսի պարզաբանումներ կան ռուսական կողմից, իհարկե ջերմուկ գրուպը մինչ այս պահը դեռ լռում է եւ չունենք ուրեմն նրանց պաշտոնական պարզաբանումը, այնուամենայնիվ սրանք տնտեսական այսպես լծակներ են, ուրեմն որով Ռուսաստանի Դաշնությունը փորձում է ուրեմն Հայաստանի Հանրապետությանը որոշակի այսպես ասած տնտեսական վնասներ ուրեմն հասցնել թե ոչ, այսինքն այստեղ խնդիրը ուրեմն քաղաքական հարթության մեջ ենք դիտարկում, ինչպես եք դուք իրավիճակը գնահատում։ Նախ շատ ավելի ցանկալի կլիներ, երբ որ բացի ռուսական գերատեսչությունը այս առումով համապատասխան հրապարակմամբ կամ հայտարարությամբ հանդես գար նաև հայկական գերատեսչությունը, իդեմս պետական մարմինների, բայց հասկանալի է, որ քանի որ ռուսական կողմից պաշտոնապես հայկական գերատեսչությանը չի եղել համապատասխան ծանուցում, ապա հայկական կողմը չի կարող հանդես գալ։ Այստեղ կա միջ գերատեսչական մարմինների աշխատանքի խնդիր եւ նախ եւ առաջ անհրաժեշտ է այդ աշխատանքը կարգավորել, այսինքն երբ որ ռուսական կողմը կամ որևէ այլ պետական կողմ, անկախ նրանից դա Ռուսաստանում է, այլ պետության ներսում է եւ այլ նմանատիպ խոշոր խմբականակի, նմանատիպ կարևոր ապրանքատեսակի, Հայաստանի համար կարևոր բրենդի նկատմամբ որոշակի վերապահումներ ունի, ապա պետք է ոչ միայն տեղյակ պահվի այդ ընկերությունը, այլ նաև համապատասխան պետական գերատեսչությունը եւ սա կնշանակեր պետական ինստիտուտների միջև լավ փոխգործակցության բարձր մակարդակ, բայց մենք տեսնում ենք, որ անհրաժեշտ ձևաչափով ծանուցումներ չկան, սա արդեն խնդիր է փոխհարաբերությունների շրջանակում, կանվանենք քաղաքական, կանվանենք տնտեսական, կանվանենք միջգերատեսչական, բայց սա խնդիր է։ Կոնկրետ դեպքի հետ կապված ես ջերմուկը դիտարկում եմ ոչ միայն որպես հայկական ապրանք ուղղակի, այլ նաև հայկական բրենդային ապրանք, որտեղ մենք գիտենք ջերմուկը պարզապես հանքային ջուր չէ, իհարկե բացարձակ որևէ միտում չունենալով մյուս հանքային ջրերի հանդեպ որևէ գերակա կամ ավելի թերի արժեք ներկայացնելու, բայց բոլոր դեպքերում ջերմուկը հանդիսանում է հայկական բավականին լուրջ բրենդ, հանձինս քաղաքի
քաղաքի, հանձինս առողջարանային, հանձինս մյուս բաղադրիչների եւ Ռուսաստանի Դաշնությունը ուրեմն ստվերում է այս Ես կարծում եմ, որ այստեղ բրենդին բավականին լուրջ հարվածելու այստեղ խնդիր կա։ Իհարկե ես դեռևս հեռու եմ այն մտքից, որ որակավորում տամ սա օբյեկտիվ է թե սուբյեկտիվ, որտեղ իսկապես կարող են որոշակի հանգամանքներ լինել, բայց դա կարող է պարզվել միայն միջգերատեսչական հանդիպումների շրջանակում, այսինքն պաշտոնական քննարկումների շրջանակում։ Երբ որ ընկերությունը հայտարարում է, որ բացարձակ որևէ խնդիր չկա, երբ որ պարզապես հայկական կողմը հայտարարում է Հայաստանից, ռուսական կողմը հայտարարում է Ռուսաստանից, բայց միմյանց հետ աշխատելու ձևաչափ չկա, իսկ միմյանց հետ աշխատելու ձևաչափում խնդիրները շատ ավելի արագ կպարզաբանվեին, ապա հակված եմ կարծելու, որ բոլոր դեպքերում կա որոշակի խնդիրը տնտեսականից դուրս նաև դիտարկելու հանգամանք, բայց ես չեմ կարծում, չեմ ուզում կարծել նաև, որ սա հատուկ պետական քաղաքականության շրջանակում է իրականացվում, միգուցե Ինչու ռուսական կողմը անդադար ցույց չի տվել, որ լավ էլ պետական քաղաքականության արդյունք է։ Միգուցե պետական քաղաքականության դրսևորումները նայելով ավելի ցածր օղակներում արդեն իսկ որոշակի կոռուպցիոն ռիսկերով պայմանավորված, ոչ այնքան կանոնակարգման պատճառով իրականացնեն որոշակի գործողություններ։ Այսինքն հաշվի առնելով այն հանգամանքը, որ մամուլում շրջանառվեց, որ Պուտին-Փաշինյան հանդիպումը բարդ էր, նրանից հետո փոխվարչապետերը հանդես եկան Հայաստանի տնտեսական ներուժի հանդեպ որոշակի խնդիրներով, հետագա ԵԱՏՄ-ից դուրս գալու կամ ԵՄ-ին միանալու պարագայում, որ Հայաստանը կունենա տնտեսական խնդիրներ։ Այսպիսի հայտարարությունները, երբ որ գերատեսչությունները կամ ավելի ցածր օղակները նայում եւ փորձում են վերլուծել, որոշ դեպքերում ինքնագործունեությամբ կարող են զբաղվել, որոշ դեպքերում սրա տակ կարող է լինել կոռուպցիոն համակարգեր, կոռուպցիոն սխեմաներ եւ արդյունքը լինի արդեն միջպետական բավականին մեծ սկանդալ։ Ես ավելի շատ հակված եմ նրան, որ պետք է ուժեղացնել միջգերատեսչական համագործակցությունը հրապարակային մակարդակում, սա քննարկել հրապարակային մակարդակում, փորձագիտական արդյունքները ցույց տալ հրապարակային մակարդակում, որպեսզի հանրային ընկալումը լինի իսկապես ճիշտ եւ այնպիսի ընկալում չլինի, որ սա մի պետության կողմից մի այլ պետության վրա ազդելու լծակ է, հատկապես հաշվի առնելով այն հանգամանք, որ մենք մոտ 1 ամսից արդեն ունենք ընտրություններ եւ մամուլում շատ են շրջանառվում երրորդ երկրների կողմից Հայաստանի ընտրությունների վրա ազդելու հանգամանք։ Պարոն Խաչիկյան, դուք նշեցիք, որ սա ըստ էության միջպետական սկանդալ կարող է հասունացնել։ Միջպետական այն առումով, որ եթե ընդարձակվի, եթե խնդիրը լուծում չստանա, եթե խնդիրը վերաբերվի Հայաստանի բրենդային ապրանքներին, հետագայում նույնպես լուրջ տարածում ունեցող բրենդային ապրանքներին, իհարկե կարող է հանգեցնել։ Եթե ոչ քաղաքական, ապա առնվազն տնտեսական մակարդակում, առնվազն գործարար շրջանակում բնականաբար կարող են արդեն համապատասխան վերապահումներ եւ վերադասավորումներ լինել։ Եվ սա իհարկե խորքային խնդիր է, այս խնդրի մասին բազմիցս է քննարկվել, որքան էլ ասեմ, տեսնում եք, ծաղիկ, կոնյակ, մենք բարբերաբար նաև ձեզ հետ ենք այս թեմաները արծարծել, ու տարվա ընթացքում մի քանի անգամ գոնե մենք այսպիսի լուրջ գյուղմթերք, ծիրան, մենք հիշում ենք խաղող, գյուղմթերքի, ուրեմն, այսպես ասած, սեզոնին այդ խնդիրներն են ուրեմն առաջանում, հիշում եք կոնյակով բեռնված բեռնատարները քանի շաբաթ ամիս կանգնեցին, մինչև հնարավոր եղավ ուրեմն գալ կոնսենսուսի եւ հատել սահմանը։ Մենք տեսնում ենք անընդհատ այսպիսի խնդիրներ, որոնք ապացուցում են, որ խնդիրները վաղուց դուրս են եկել, այսպես ասած, տնտեսական շրջանակներից եւ շատ ավելի լուրջ քաղաքական, ու դուք էլ նշում եք ընտրությունները, հաշվի առնելով այս կարճ ժամանակահատվածը, ուրեմն ստացվում է մենք անընդհատ պիտի տեսնենք եւ ավելի սրված կլինեն այս խնդիրները այս ընթացքում, քան օրինակ նախկինում էին։ Տեսեք, մի կարևոր հանգամանք կա, ես չէի պայմանավորվի սա միայն ռուսական գործոնով։ Վաղը մյուս օրը նման մենք հիշում ենք խնդիրներ եղել էին վրացական կողմի հետ, մենք հիշում ենք թեկուզ ոչ քաղաքական, բայց բոլոր դեպքերում խնդիրներ կան պատերազմական իրավիճակի պատճառով իրանական կողմի հետ, այսինքն խորքային առումով մենք կարիք ունենք դիվերսիֆիկացվելու, որ կողմից նկատենք, որ կողմից վերլուծության ենթարկենք, հաշվարկենք, այս բացը մենք իսկապես ունենք։
թեկուզ եւ ռուսական կողմի անմիջական ազդեցությունը իհարկե մենք մեծ կախվածություն ունենք ռուսական տնտեսություն եւ միամտություն կլիներ կարծել, որ Ռուսաստանը չի օգտագործի լծակը ցանկացած ձևաչափով կամ միամտություն կլիներ կարծել, որ ցանկացած պետությունից ունենալով այսպիսի կախվածություն, եթե նույնիսկ Ռուսաստանը մի կողմ դնենք, ցանկացած պետությունից ունենալով այսպիսի կախվածություն, տվյալ պետությունը անհրաժեշտ պահի չի օգտագործի իրեն համապատասխան լծակ։ Իհարկե կօգտագործեն։ Սա ինչ որ առումով դառնում է մեր խնդիրը, որովհետև բնականաբար, գիտեք, աշխարհը այնպիսի հիբրիդային վիճակում է, նույնիսկ երրորդ երկրների միջոցով եւ Ռուսաստանի արդեն ուղիղ միջամտությամբ կարող է ազդեցության ենթարկվել հայաստանյան տնտեսվարողը, բայց երրորդ երկրների միջոցով այս հիբրիդային գործիքները այնքան շատ են եւ սրա դեմն առնելու հիմնական գործոնը միջգերատեսչական, միջպետական ամուր հարաբերություններն են, փոխգործակցությունը։ Դա պետք է լինի հրապարակային։ Ռուսական կողմը ունի մտահոգություն, պետք է հայկական կողմին շատ արագ տեղեկացնի, ոչ միայն գործարար։ Ես տեղյակ չեմ, նույնիսկ Ջերմուկ գրուպ ընկերությանը տեղեկացվել է, պատշաճ ծանուցվել է, ինչ ձևաչափ է Ջերմուկ գրուպը դրա համար չի կարող, քանի որ տեղեկատվության պակաս կա, լիարժեք ՍԱՏՄ-ն ասաց, որ ըստեյության իրենք տեղեկացված ուրեմն չեն։ Դե տեղեկացված չեն, հենց դրա համար եմ ասում, սա բավականին լուրջ խնդիր է։ Ջերմուկ գրուպը նույնպես չի ասում, որ տեղեկացված է, այսինքն բա որտեղից իմացանք խնդրի մասին։ Սա արդեն խնդիր է, որ եթե տնտեսվարողը կամ պետական կառույցը տեղեկացված չեն, որտեղից առաջացավ խնդիրը, ինչպես պետք է լուծել, եթե տեղեկացված չեն, նշանակում է այս շրջանակում փոխգործակցություն չկա, բա ինչպես պետք է լուծվի խնդիրը։ Այս սա է ավելի մեծ հարց, սա է ավելի մեծ խնդիր եւ սա իհարկե կարող է դառնալ նաեւ քաղաքական կամ ազդել քաղաքական որոշումների վրա։ Իհարկե նմանատիպ որոշումները ազդեցություն ունենում են եւ հասարակական մտածելակերպի եւ հանրային գործունեության եւ քաղաքական որոշումների վրա։ Հետեւաբար ես այն կարծիքին եմ, որ նմանատիպ հարցերը ավելի ցածր մակարդակներում, միջգերատեսչական մակարդակներում բարձրացնելը եւ դրանց առնվազն հանրային մակարդակում անդրադառնալը շատ կարեւոր է։ Լավ, տեսեք դուք էլ նշեցիք վերջին հանդիպումը Պուտին-Փաշինյան, դրանից հետո մենք տեսնում ենք տարբեր հայտարարություններ դարձյալ այն մասին սպառնալիքներ, որ Հայաստանը եթե փոխի ըստ էության վեկտորը, ապա լուրջ սպառնալիքներ կլինեն, չի կարող երկու տեղ միաժամանակ լինել եւ այլն։ Պարոն Խաչիկյան, ու առհասարակ նաեւ ԵԱՏՄ-ից դուրս գալու ուրեմն կշռադատված եւ կարեւոր քայլերի մասին են նրանք խոսում, սպառնալիքներ հնչեցնում, իսկ հայ հասարակությունը օրինակ տեղյակ է թե ինչ կլինի իր հետ, եթե Հայաստանը որոշի ԵԱՏՄ-ից դուրս գալ, բայց միաժամանակ շատ տնտեսագետներ նշում են, որ ի վերջո այս երկկողմ հարաբերությունները տնտեսական հարթությունում, հատկապես ԵԱՏՄ-ի երկկողմ ուրեմն շահավետություն ունեն, այսինքն այնպես չէ, որ Հայաստանը ուրեմն այս կախվածությունը ունի, բայց օրինակ ռուսական կողմը չի օգտվում այս երկկողմ ուրեմն տնտեսական հարաբերություններից, պետք է ԵԱՏՄ-ն Հայաստանին այնքան, որքան օրինակ այսպես ասած մեծ հաշվորձեր գնահատականը ինչպիսին է Հայաստանն է պետք Ռուսաստանին որքան։ Նախ դուք մի շատ կարևոր արտահայտություն արեցիք վեկտորի փոփոխության հետ կապված։ Ինչ է նշանակում վեկտորի փոփոխություն։ Դա բավականին լայն փորձագիտական տարածում է ստացել եւ դրա այսպես մասնագիտական պարզաբանում ինչ չի հանդիպել։ Այսինքն մենք վեկտորի մեջ էինք եւ չպետք է փոխվենք կամ ինչ վեկտորի մեջ էինք, եթե ասենք ԵԱՏՄ-ն դա վեկտոր չի, դա տնտեսական համակարգ է եւ դա վեկտոր չի, այսինքն վեկտորի փոփոխությունը, եթե դու ցանկանում ես դիվերսիֆիկացիա, եթե դու ցանկանում ես բալանսավորված քաղաքականություն, դա կոչվի վեկտորի փոփոխություն, սա մեծ հարց է, բայց դեռևս շրջանցելով այս հարցը, ասեմ, որ իսկապես հայտարարությունները այնպիսին են, որ կարծես միայն մի կողմ է դրանով մտահոգ։ ԵԱՏՄ-ում այլ կողմ չկա, ի նկատի ունեմ Բելարուս, ի նկատի ունեմ Ղազախստան, Ղրղզստան, որ մտահոգվի։
հայտարարություն չեմ լսել։ Բացի այդ, Եվրամիությունը որևէ մտահոգություն չի արտահայտել, ԱՄՆ-ն որևէ մտահոգություն չի արտահայտել, այսինքն մտահոգություն չեն արտահայտել փոխգործակցությունը զարգացնելու շրջանակում, բա գիտես դու ԵԱՏՄ-ի մեզ կամ ՀԱՊԿ-ի մեզ մենք քեզ հետ սահմանափակումներ ունենք։ Մենք դեռևս այդ փուլին չենք հասել։ Հնարավոր է զարգացման ինչ-որ փուլի իսկապես խնդիրներ առաջանան կանոնակարգերի առումով, զուտ կանոնակարգերի, ուրիշ առումով խնդիր չեմ տեսնում, բայց կանոնակարգումների առումով կարող են առաջանալ։ Իսկ կանոնակարգումների առումով առաջացած խնդիրները հենց միջգերատեսչական շփումներով պետք է լուծվեն։ Ինչպես լուծվեն, ինչպես կարգավորեն, դա պետք է հասկանալ։ Այս փուլում կանոնակարգումների առումով որևէ խնդիր չկա, եւ քանի որ այդպիսի խնդիր չկա, դրանց հավելյալ բարձրաձայնելը ես չեմ կարող համարել տրամաբանական։ ԵԱՏՄ-ի հետ կապված Հայաստան ԵԱՏՄ կամ մյուս երկրների, գիտեք, մենք իհարկե ԵԱՏՄ-ից միգուցե ցուցանիշները այնպիսին են, որ ստացվում է մենք ԵԱՏՄ-ի շրջանակում ունենք բավականին մեծ տնտեսական օգուտներ, ենթադրենք, առևտրաշրջանառության տեսանկյունից։ Բուն ԵԱՏՄ-ն մեզ ինչ է տվել, մենք որքան ենք վճարել ԵԱՏՄ-ի բյուջե, սա ի վնաս Հայաստանի Հանրապետության է, պաշտոնապես։ Մենք ավելի շատ վճարել ենք, քան ստացել։ Բայց մեկնաբանությունները այնպիսին են, որ համակարգն է մեզ հնարավորություն տալիս լուրջ տնտեսական աճի։ Հիմա եթե համակարգն է հնարավորություն տալիս, բազմիցս է փորձագիտական մակարդակում քննարկվել, որ ռուս-ուկրաինական հակամարտությունը տնտեսապես հնարավորություն ստեղծեց Հայաստանի համար։ Հիմա կա այդպիսի վերլուծություն, ռուս-ուկրաինական հակամարտությունը հնարավորություն ստեղծեց, թե ԵԱՏՄ-ին միանալը հնարավորություն ստեղծեց։ Այդպիսի վերլուծություն չկա, ինձ չի հանդիպել։ Եվ ես այն կարծիքին եմ, որ Ռուսաստանը իսկապես հատկապես այն ժամանակահատվածում, երբ որ արդեն Եվրամիությունը պատրաստվում է 21-րդ պատժամիջոցների փաթեթը ընդունել, այս պայմաններում Եվրամիությանը, այս պայմաններում Ռուսաստանին ԵԱՏՄ-ի միջոցով այլընտրանքային ճանապարհներ միանշանակ անհրաժեշտ են, եւ Հայաստանը այդ այլընտրանքային ճանապարհներից մեկն է։ Հաշվի առնելով Բելարուսը, էլի ԵԱՏՄ-ի շրջանակով, Ղազախստանը, Ղրղզստանը ԵԱՏՄ-ի, բայց Հայաստանը նույնպես մենք գիտենք, տնտեսական ցուցանիշները վերլուծելով հասկանում ենք, որ դեպի Ռուսաստան արտահանում եւ ներմուծում իրականացնելու շրջանակում հօգուտ Ռուսաստանի տնտեսության ճանապարհներից մեկն է։ Եվ ես չեմ կարծում, որ այս հարցը պետք է սրել այնպես, որ դրանք դառնան խնդրահարույց։ Եթե քաղաքական ենթատեքստ կա, դա պետք է պարզ հանրային հրապարակային ասվի։ Եթե դեռևս չկա զուտ տնտեսական է, տնտեսական մտահոգությունը միայն մի կողմից է գալիս։ Նորից շեշտեմ, տարբեր կողմեր փոխկապակցված են, բայց միայն մի կողմից է գալիս մտահոգություն։ Սա արդեն պետք է նորից հանրային հրապարակային քննարկվի, ինչն է պատճառը։ Մենք խնդիր չունենք տարանջատվելու կամ առանձնանալու, կամ մենք խնդիր ունենք դիվերսիֆիկացվելու եւ բալանսավորվելու, այնպես ինչպես Հարավային Կովկասի կամ մեր տարածաշրջանի մյուս պետությունները։ Հակառակ պարագայում մենք ունենում ենք ցածր մրցակցություն եւ թույլ դիմակայունություն։ Եվ մեր հարևանների, տարածաշրջանների մյուս պետությունների հանդեպ մենք բավականին լուրջ դառնում ենք խոցելի։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Համեցեք։ Առաջինի տաղավարում զրուցում էի տնտեսագետ, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի միջգիտակարգային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Սոս Խաչիկյանի հետ։